ԱՄՆ Իրան բանակցությունները փակ դռների ետևում են։ Շվեյցարական Բյուրգենշտոկում։ Միմյանց հակառակորդ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում ձեռքսեղմում չկա եւ ոչ էլ լուսանկարահանում։ Միայն միջնորդ Պակիստանի վարչապետ Շարիֆն է կողմերին ջերմ ընդունում։ Այդ ընթացքում օվկիանոսից այն կողմ Թրամփի սպառնալիքներն են Իրանի հասցեին։ Եթե շեղվի պայմանավորվածություններից, կրկին Իրանը պատասխան հարված կստանա։ Միթե նրանք չեն հասկանում, որ եթե իրենց սպառնալիքները երբևէ արդյունք տված լինեին, այսօր չէին հայտնվի այսքան հուսահատ վիճակում։ Մենք ամերիկյան սպառնալիքները լուրջ չենք ընդունում։ Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են նրանց այլ պատասխան տալու։ Փոխնախագահ Վենսին են միջազգային լրատվամիջոցները հաղում կատարում։ Ի տարբերություն Թրամփի, նա կարծես թե խաղաղության կողմնակից է։ Հենց դրա համար է Վենսը արդյունավետ գնահատում Իրանի հետ բանակցային գործընթացը։ Իրանը դրանից գոհ է պայմաններից, որովհետև առաջինը շրջափակումն է վերացվում։ Միջազգային լրատվամիջոցները գրեցին նաև, որ Իրանի ներկայացուցիչները լքել են շվեյցարական Բյուրգենշտոկում անցկացվող բանակցությունների վայրը՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ։ Իրանական պարբերականի լրագրող Բարակ Ռավիդը հերքեց տարածված լուրը։ Իրանցիները չեն հեռացել եւ նրանց ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները շարունակվում են։ Կողմերի պայմանավորվածությունների կետերից մեկով բանակցությունների մասնակիցները որոշել են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Որոշում է կայացվել ստեղծել մի մեխանիզմ, որը երաշխավորելու է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ նավարկությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների արդյունքում վերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև ապասառեցվել են մի շարք ակտիվներ, գործարկվել է Իրանի վերականգնման ծրագիրը։ Ապասառեցվել է ակտիվների մի մասը, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման եւ զարգացման լայնածավալ ծրագիր։ Ըստ հայ վերլուծաբանների, Ամերիկա-Իրանյան բանակցությունները կարևոր են այն առումով, թե կողմերը արդյոք անդրադարձել են Հայաստանի հարավով, Իրանի հյուսիսով նախատեսվող կառուցվելիք թրիփ ուղուն։ Վերլուծաբանները բազմիցս են նշել, որ Իրանը բացառում է ամերիկյան ներկայությունը իրենից հյուսիս, հատկապես եթե պետք է այդտեղ արևմուտքի զորքեր տեղակայվեն։ Թրիփը դա միջանցք է։ Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները ասեն, որ դրանք իրանց ինքնիշխանությունը պահպանում է եւ այլն, պայմանագրի մեջ գրված է անխոչնդոտ ճանապարհի տրամադրում։ Դա միջանցք է։ Ամերիկա-Իրանյան պատերազմում ըստ վերլուծաբանների Միացյալ Նահանգները հաղթանակով դուրս չեկավ։ Ուստի եւ տարածաշրջանում խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման դեպքում առաջնահերթ պետք է հաշվի առնվի նաեւ Իրանի դիրքորոշումն ու կարծիքը։ Այս պարագայում Իրանի բլոկադան, ինչպես որ պատկերացնում են Միացյալ Նահանգներում թրիփի միջոցով որպես միջին միջանցքի մաս, այլևս կորցնում է իր իմաստը, եւ քանի որ կորցնելու է իր իմաստը այս սցենարի զարգացման պարագայում, ստացվել է մի իրավիճակ, երբ թրիփի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար կնվազի։ Թրիփ նախագծի իրականացման առումով ակտիվություն այնպես չէ, որ կա, որքան էլ Ալիևը տարբեր հանդիպումներում հայտարարի, թե իր ձևակերպմամբ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կյանքի է կոչվելու, վերլուծաբանների դիտարկումներն այլ են։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները տրամադրի այդ ճանապարհը Ռուսաստանին, վերջինից ակնկալելով մեկ այլ զիջում հօգուտ ԱՄՆ-ի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։